Նախ կուզեմ հիշենք, որտեղից ենք սկսել ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման շուրջ խոսակցությունը։ Ամենաառաջին փուլում, երբ որ մենք խոսում էինք ակադեմիական քաղաքի իրականացումից, ամենահաճախ հանդիպող արձագանքը այն էր, որ սա գիտաֆանտաստիկայի ոլորտից է եւ երբեք չի կարող տեղի ունենալ։ Հիմա նաեւ այս դահլիճում դուք կարող եք տեսնել, որ ամենաշատ հնչող հարցը այլևս այն չի, այս ծրագիրը կիրականանա թե ոչ, այլ որ գրել ենք 30 թվին, սա կլինի, դա կլինի 30 թվին, թե 31 թվին։ Եվ ես ուրախ եմ, որ ակադեմիական քաղաքի նախապատրաստական փուլի աշխատանքները բերել են հանրային խոսույթի այն փոփոխությանը, որի պարագայում մենք արդեն բոլորս տեսնում ենք, որ դա միանգամայն իրատեսական եւ արդեն իսկ իրականացվող ծրագիր է եւ հիմա քննարկում ենք դետալները, որտեղ, երբ, կոնկրետ որ ժամանակահատվածում։ Մարզային բուհերի մասով մենք առանձին աշխատանքային խումբ ենք ձևավորել եւ առանձին վերլուծություն ենք իրականացրել, առաջիկայում նաեւ կառավարությունում ենք պլանավորում աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացնել արդյունքները, որտեղ ունենք մանրամասն վերլուծություն հիմա ինչ կրթություն են իրականացնում մարզերում բուհերը, ինչքանով է դա հենց բարձրագույն կրթություն, թե բովանդակությունը, որն իրականացնում են ավելի շատ մասնագիտական կրթության եւ ուսուցման դաշտից է եւ ինչ իրականում տնտեսական կարիքներ են հասցեագրում տեղերում եւ կարծում եմ, որ այս քննարկումը օգտակար կլինի այս հարցերի հետագա ուրեմն որոշման համար, բայց աշխատանքները ընթանում են եւ բուհերն էլ ներգրավված են դրանում։ Մասնավոր բուհերը կարող են ակադեմիական քաղաքում տեղ ունենալ, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգում էլ նրանց համար առանձնացված է առանձին տեղ եւ մենք արդեն ունենք հետաքրքրվածություն եւ առանձին բուհեր, մասնավոր, միջպետական, միջազգային, որոնք որ արդեն իսկ քննարկում են նաեւ իրենց ներկայությունը ակադեմիական քաղաքում եւ սա իհարկե պլանավորված է եւ հայեցակարգից էլ կհիշեք, մինչև 8 պետական բուհերի մասին ենք խոսում եւ մինչև 8 մասնավոր եւ միջազգային, ինչը նշանակում է, որ իհարկե նրանք նույնպես սպասված են այս տարածքում։ Ինչ վերաբերում է ուրեմն իրականացման փուլին, մենք ներկայումս մի շարք պայմանագրերով ընթացիկ աշխատանքների մեջ ենք եւ ես իմ զեկույցում նշեցի արդեն այդ աշխատանքները, դրանց ավարտը պլանավորում ենք տարեվերջին եւ տարեվերջին արդեն իսկ կարծում ենք, որ կկարողանանք անցնել ակադեմիական քաղաքի իրականացման հաջորդ փուլ, որը բուն նախագծման եւ շինարարության փուլն է, ընդ որում պետք է ասեմ, որ զուգահեռաբար նաեւ ներդրումային ծրագրի մշակման աշխատանքներն ենք իրականացնում եւ այստեղ էլ հեղինակավոր գործընկեր ենք ներգրավելու, որպեսզի ծրագրի ֆինանսավորման ուրեմն մոդելը ճիշտ ընտրվի։ Շնորհակալություն։